Բարի երեկո, եթերում Տոհմածառն է։ Շարունակում ենք Տիգրան Խզմալյանի Քրիստոսի կենդանագիր պատկերը ֆիլմի ցուցադրումը։ Նայելով ֆիլմի առաջի մասը, մենք հասկանում ենք, որ ինչքան ճշմարիտ է պատմահայր Մովսես Խորենացին, եւ մենք ընթերցելով չէինք հասկանում, ինչ էր ասում Քրիստոսի կենդանագիր պատկերը ասելով։ Հիմա արդեն հասկանում ենք, որ ճշմարտացի էր պատմահայրը ինչպես միշտ, եւ այն ինչ որ ներկայացվելու է, փառք կբերեր յուրաքանչյուր ազգի աշխարհի որևէ անկյունում։ Այդ հարստությունը միակն է, որ Աստվածը հնարավորություն է ստեղծել ունենալ հայ ժողովրդին։ Իսկ հայ ժողովուրդը պարտավոր է որպես սրբության սրբոց պահպանել այն սերունդներին հանձնելու համար, որովհետև այն անցել է բազմաթիվ տառապանքների եւ փորձությունների մեջով։ Դա պետք է դառնա մեր ազգի ամենաճակատագրական պահերի պահպանիչ հրեշտակը։ Շարունակենք դիտել ֆիլմը։ Որոնումներն ինձ բերեցին հետ Էդեսիա, հին մարգարեների եւ ժամանակակից վաճառականների քաղաք։ Նեղ եւ ծուր փողոցներում ես գտնում եմ Էդեսիայի երբեմնի փառքի վկայությունները, մեր նախնիների հետքերը։ Կարծես բնազդով ճանաչում է հին հայկական թաղամասի քրդերով բնակեցված կամ առայսօր լքված տներն ու մզկիթների վերածված եկեղեցիները։ Կարծես ինչ-որ անհայտ մագնիս դարերով ձգում էր հայերին այս քաղաք, ստիպելով նրանց պաշտպանել այն մեկ պարսիկներից, մեկ արաբներից, մեկ թուրքերից։ Երբ թշնամին այնուանդերձ գրավում էր քաղաքը, անմիջապես սկսվում էին Էդեսիա ազատագրելու համար փորձերը։ Անգամ երբ ողջ Միջագետքը 11-րդ դարի վերջին հայտնվեց սելջուկ թուրքերի լծի տակ, միակ ազատ քաղաքը մնում էր Էդեսիան, որի տիրակալն էր հայոց Թորոս իշխանը։ (11-12-րդ դարում խաչակրած առաջին արշավանքի ժամանակ Երուսաղեմ շտապող եվրոպական ասպետները հենց Էդեսիայում գտան իրենց քրիստոնյա դաշնակիցներին, հայերին։ Խաչակիրները հրճվանքով տեսան այստեղ իրենց համար անհայտ տեսակի ու գեղեցկության ամրոցներն ու եկեղեցիները, որոնք շուտով օրինակ դարձան ողջ եվրոպական ճարտարապետության համար։ Հավանաբար հայերին էլ խաչակիրները սկզբում թվացել էին մի երկնային բանակ, իրենց տոկունության եւ հավատարմության համար որպես փրկություն ուղարկված պարգև։ 1098 թվականի փետրվարի 6-ին հայերի հրավերով Կոմս Բուդուեն դե Բուրժը իր փոքրաթիվ հեծելազորով մտավ Էդեսիա։ Քաղաքի իշխան Թորոսը մեծ հանդիսությամբ որդեգրեց երիտասարդ ֆրանսիացուն, ինչը ապշեցրեց եվրոպացիներին, այնպես է դա նկարագրել խաչակրած արշավանքների պատմագիր Ալբերտ Աղախենցին։ Հայոց իշխան Թեոդորոսը գրկեց Կոմս Բուդուենին, հետո նրանք հանեցին վերնաշապիկներն ու երկուսով կապվեցին իրար մի շորով, տալով հավատարմության երդում։ Այնուհետև հայոց իշխանը նվիրեց ֆրանսիացի կոմսին իր քաղաք։ Թվում էր, թե այդ օրը նահապետների ու մարգարեների քաղաքում իրականանում է Ալեքսանդրի, Միրդատի ու Տիգրանի երազանքը, արևելքի ու արևմուտքի արքաներն ու աստվածները միացան եղբայրական ողջագուրանքով։ Թվում էր, թե կատարվեց Էդեսիայի ու աշխարհի առաջին քրիստոնյա արքայի Աբգարի հոգևոր կտակ։ Սակայն շուտով պարզվեց, որ ի տարբերություն միամիտ ու հյուրասեր հայերի, պատվի ու ասպետության մասին եվրոպական ազնվականների պատկերացումները վայրենի ու բարբարոսական են։ Մեկ տարի չանցած Բուդուենը խախտեց իր երդումը, դավ նյութելով Թորոս իշխանի դեմ ու սպանելով նրան։ Հայ պատմիչ Մաթեոս Ուրխայեցին այսպես էր նկարագրում ֆրանկերի վարկն իր հարազատ Էդեսիայում։ Այսպես նրանք մեկը մյուսի հետևից ոչնչացրեցին բոլոր հայոց իշխաններին, անգամ նրանց, ով փրկվել էր թուրքերի վրեժից։ Ոմանց շղթայում էին բանտերում ու խուշտանգում, ոմանց կուրացնում էին, կտրում ձեռքերը կամ խաչում էին, ու բազմաթիվ նման ոճրագործություններ կատարեցին նրանք, որպեսզի մեր գանձերը ապշտակեն
ավիրելով մեր երկիրն ու տանջելով մեր ազգը։ Խաչակիրների դաժանությունն ու ագահությունը հանգեցրին այն բանին, որ 1.5 դար անց նրանք մնացին միայնակ ու այլևս չկարողացան պաշտպանել Էդեսիան թուրքերի նոր հարձակումից։ 1144 թվականի կաթոլիկների Սուրբ Ծննդյան գիշերը անառիկ բերդաքաղաքն ընկավ, ինչը նկարագրել էր հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին իր ողբ Էդեսիո հայտնի պոեմում։ Հայ համայնքի երկհազարամյա պատմությունը ուրվա դարձած Էդեսիայում ավարտվեց 1895 թվականի սպանդով, որը նախորդեց հայոց մեծ եղեռնին։ Ես գտա քաղաքի կենտրոնում առ այսօր պահպանված հայկական տաճարի ավերակները, որտեղ 1 դար առաջ հրկիզվել էին Աբգարի ու Թորոսի վերջին ժառանգները։ Պատերի վրա հիմա էլ երևում են այդ հրդեհի հետքերը։ Դրանք ամուտխածորեն թաքնված են փողոցի գովազդային փայտե վահանների հետևում։ Համենայն դեպս բոլոր խաչերի ու քանդակների հետքերը ջանադրաբար կերված ու ջնջված են։ Հավանաբար Էդեսիահայերի ճակատագրի մասին վերջին պատմական փաստաթուղթն այս նամակն է, որ 1896 թվականի հունվարի 29-ին Կոնստանդնոպոլիս Իտալիայի դեսպանին էր ուղարկել Հալեպում Պորտուգալիայի հյուպատոսը։ Պատիվ ունեմ տեղեկացնել ձեր այդ գերազանցությանը այն ողբերգական դեպքերի մասին, որ տեղի ունեցան անցած տարվա դեկտեմբերին։ Չորեքշաբթի առավոտյան ամսի 28-ին որոշ մահմեդականներ իրենց քրիստոնյա բարեկամներին խորհուրդ տվեցին հեռանալ փողոցներից եւ մնալ տանը, քանի որ կոտորած էր պատրաստվում։ Կեսօրին իսկապես մահմեդական թաղամասում հավաքվեց հսկայական բազմություն։ Ամրոցից հնչած կոչով բազմամարդ զինված ավազակախմբեր ու ոստիկաններ 4 կողմից հարձակվեցին հայկական թաղամասի վրա։ Տների դռները ջարդում էին կացիններով ու բնակիչներին սպանում էին անխնա Փրկվելու համար մարդիկ դիմում էին փախուստի, սակայն ջարդարարներ հետապնդում էին իրենց զոհերին ամենուրեք եւ հրկիզում էին այն տներում, ուր հայերը փորձում էին պատսպարվել։ Կոտորածը տևեց մինչև մյուս օրվա կեսը եւ ավարտվեց միայն երբ կենթանի մարդ չէր մնացել։ Հայկական եկեղեցու վրա, ուր թաքնվել էր շուրջ 2500 հոգի, հիմնականում կանայք, երեխաներ ու ծերունիներ, հարձակվել են նավթ լցնելով ու հրկիզելով շենքը։ Բոլորը զոհվեցին կրակից կամ թրերից, միայն նկուղներում ծխից խեղդվեց 400 հոգի։ Ասում են, որ կոտորածը սկսեց դերվիշների շեյխ Մոլլա Սեյիդ Ահմեդը։ Նա ստիպեց գետնին պառկել մի հայի եւ իր ձեռքով մորթեց նրան աղոթք երգելով, որը մահմեդականները կրկնում են զոհաբերության ծեսի ժամանակ։ Այդ Մոլլա Ահմեդը դեռ նախապես հրապարակում հավաքում էր քաղաքի մահմեդականներին կոչ անելով սպանել հայերին, ում պետք է ոչնչացնել իբրև սուլթանին չենթարկվող պետության թշնամիներ։ Տեղական իշխանությունների պաշտոնական տվյալներով զոհվել է 600 քրիստոնյա եւ 120 մահմեդական։ Իրականում մահմեդականներից զոհերը 5 հոգի են։ 3-ը սպանվեցին եկեղեցին գրավելիս, 2-ն էլ երբ կիսում էին թալանված ապրուստը։ Դժվար էր նկարանել այս ամենը, սակայն ես ուզում եմ հասկանալ, ինչն էր այդքան ձգում այստեղ մեր նախնիներին, ստիպելով նրանց հազարամյակներ շարունակ ապրել, կառուցել, պաշտպանել, ազատագրել այս քաղաքը պարսիկներից, արաբներից, թուրքերից։ Ինձ թվում է պատասխանը մեկն է։ Քրիստոնեությունն առաջին ընդունած ժողովրդի համար այս քաղաքը դարերով հանդիսանում էր հավատքի մեծագույն խորհրդանիշ, պահպանելով սուրբ պատկերը, որ Աբգար արքան ստացավ որպես պարգև Քրիստոսի ծննդյան 33-րդ տարում։ Ոչ մի այլ սուրբ մասունք չէր կարող համեմատվել կենդանի Քրիստոսի դիմանկարի հետ։ Ոչ խաչից հանած մեխերը, ոչ Լոնգինուսի նիզակը, ոչ Թուրինյան սավանը, ոչ անգամ առասպելական Սուրբ Գրալի գավաթը։ Չէ որ դրանք բոլորը Քրիստոսի մահվան պատճառ կամ հետևանքն էին, իսկ կենդանության օրոք արված պատկերը նրա կյանքի վկայությունն է։ Իսկ
Ինչ պատահեց Հիսուսի պատկերին, ինչու Աբգարի մահից հետո այս սրբությունը անհետացավ պատմության էջերից, նորից հայտնվելով միայն կես հազար տարի անց, տարօրինակ հանգամանքների բերումով։ Արամեացի պատմիչ Քերովբեի հաղորդմամբ Աբգարի զավակները հոր մահից հետո մերժեցին Քրիստոսի ուսմունքը եւ վերադարձան հեթանոսության գիրկը, սակայն նա ոչինչ չի ասում դիմանկարի ճակատագրի մասին։ Մինչդեռ Մովսես Խորենացին 5-րդ դարի վերջին վկայում է. «Փրկչի կենդանագիր պատկերը մինչև այսօր գտնվում է Էդեսիայում»։ Սուրբ պատկերի փրկությունը վերագրվում է Աբգարի երկրորդ կնոջը, հայոց իշխանուհի Հեղինեին, որը թաքցրել էր դիմանկարը հեթանոսներից։ 6-րդ դարի կեսից սկսվում է Սուրբ պատկերի պատմության բյուզանդական մասը։ Հույն հեղինակ Էվագրիուսի եկեղեցական պատմության մեջ նկարագրվում է Էդեսիայի եպիսկոպոս Էվլալիուսի երազը, որ նա տեսել է քաղաքի պարսկական պաշարման օրերին։ Երազում հրեշտակը հուշում է եպիսկոպոսին, որ քաղաքը պաշտպանում է մի սուրբ մասունք, որը թաքցված է ամրոցի պատի մեջ։ Նա հանում է քարը պատից ու գտնում է այնտեղ Աբգարի համար բերված սուրբ պատկերը։ Այս պահից սկսվում են դիմանկարի ստեղծման մասին սկզբունքային տարածայնություններ բյուզանդացի հոգևորականների և հայկական ու արամեական աղբյուրների միջև։ Կոնստանդնոպոլիսում ստեղծվում է սուրբ պատկերի անձեռակերտ ծագման վարկածը, հունարեն դա հնչում է ախեյրոպոետոն։ Համաձայն այդ վարկածի պատկերը ոչ թե Հիսուսի դիմանկարն է ստեղծված Անանիայի ձեռքով, այլ հրաշագործություն է, որը հայտնվեց կտավի վրա, երբ Քրիստոսը լվացվելուց հետո սրբեց երեսը։ Սա դարձավ պաշտոնական դավանանք։ Որոշ ժամանակ անց առաջացավ այդ հրաշքի երկրորդ տարբերակը, իբրև թե պատկերը հայտնվեց Վերոնիկա անունով մի հույն կույսի դաշկինակի վրա, երբ նա Գողգոթայի ճանապարհին սրբեց Հիսուսի երեսը քրտինքից ու արյունից։ Ինչու առաջացան այս հակասություններն ու առասպելները։ Պատասխան տալու համար անհրաժեշտ է հասկանալ երկու հին ու եղբայրական ազգերի, հայերի ու հույների միջև դարավոր համակրանքի ու հակակրանքի, բարեկամության ու թշնամանքի բարդ պատմական հարաբերությունները։ Հռոմեական կայսրության փլուզումից անմիջապես հետո Եվրոպայի ու Ասիայի սահմանագծին սկսեց ձևավորվել Ալեքսանդրի, Միրդատի ու Տիգրանի տերություններից հետո համաշխարհային հավակնություններով երրորդ գերտերությունը՝ Բյուզանդիան։ Այդ կայսրությունը հիմնված էր ոչ այնքան ռազմական ուժի, որքան հոգևոր, մշակութային, գիտական հզորության վրա։ Կոնստանդնոպոլիսը թվում էր քաղաքակրթության, շքեղության ու բարձր ճաշակի կղզի վաղ միջնադարի աղքատ ու անտաշ շրջակա աշխարհում։ Բյուզանդական հրաշքի շարժող ուժն էր հանդիսանում երկու հին ազգերի ու մշակույթների, հույների ու հայերի յուրօրինակ դաշինքը։ Համագործակցության ընթացքում մերթ թաքցվում, մերթ էլ ընդգծվում էր նրանց գլխավոր հակասությունը՝ 428 թվականից առաջացած սկզբունքային վեճը Քրիստոսի բնույթի մասին։ Հույն պատրիարք Նեստորը հայտարարեց Քրիստոսին աստվածամարդ, որի մեջ համատեղվում, բայց չեն միանում երկու բնույթ՝ մարդկայինն ու աստվածայինը։ Սա պայթյուն առաջացրեց քրիստոնյա աշխարհում։ Հակառակորդները զայրացած էին, ինչպես կարելի է բաժանել Քրիստոսի մեջ մարդուն ու Աստծուն, եթե անգամ սովորական մահկանացուի մեջ մարմինը միաձուլված է հոգու հետ։ Առավել կոշտ դիմադրության բյուզանդական նորարարությունը հանդիպեց Հայաստանում, ուր աներկբա հայտարարվեց Քրիստոսի աստվածային բնույթը, այսինքն միաբնակությունը, որը հունարեն անվանեցին մոնոֆիզիտիզմ։ Հայերն Աստծո որդու միաբնակությունը ամրագրեցին երկրի գլխավոր քրիստոնեական տաճարի անվան մեջ՝ Էջմիածին։ Բյուզանդացիք իրենց հերթին մշակեցին հավատքի նոր բանաձևը։ Հիսուսի մեջ նրանք ընդունում էին միաժամանակ երկու բնույթ, որը կոչվեց երկնաբանություն, հունարեն դիաֆիզիտիզմ։ Սույն դավանանքի թաքնված իմաստն այն էր, որ եթե երկնային արքա Քրիստոսը կիսով չափ մարդ է, ապա երկրի, այսինքն Բյուզանդիայի կայսրը կիսով չափ համարյա Աստված է։ Սա ուղղակիորեն շարունակում էր հին Հռոմի ավանդույթը, որտեղ յուրաքանչյուր կայսր իրեն Աստված էր հռչակում, ինչը անհրաժեշտ էր համարվում հսկայական բազմազգ կայսրությունը կառավարելու համար։
Իշխանության նման հետանոսական պաշտամունքը հարմար թվաց և քրիստոնյա բյուզանդացիներին։ Հետևաբար հայոց դավանանքը նրանց շատ վտանգավոր էր թվում, քանզի ծաղրում էր պոլիսի տիրակալների կեղծ աստվածային բնույթը։ Երկբնակությունը կամ դիաֆիզիտիզմը հայտարարվեց Բյուզանդիայի օրթոդոքսալ, այսինքն միակ ուղղափառ իրական քրիստոնեություն։ Դրա հաստատման համար 451 թվականի հոկտեմբերի 8-ին Պոլիսի Քաղկեդոն արվարձանում հատուկ հրավիրվեց եկեղեցական համաշխարհային եզրաժողով։ Ներկա էին բոլոր քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչները, բացի հայոց, վրաց ու աղուան հոգևորականներից, որոնք այն ժամանակ մտնում էին ընդհանուր հայ առաքելական եկեղեցու կազմի մեջ։ Նրանց բացակայության պատճառը Պարսկաստանի դեմ Հայաստանի պատերազմն էր։ Դեռևս համագումարից առաջ հայերը խնդրել են բյուզանդացիների օգնությունը պարսիկների դեմ պատերազմում, սակայն ստացել էին կոշտ նախապայման։ Բյուզանդացիները պահանջում են, որ հայերը հրաժարվեն Քրիստոսի միածին լինելու բանաձևից և ճանաչեն հունական եկեղեցու առաջնությունը։ Այսպիսով, Քաղկեդոնյան հավաքի նախաշեմին հայերը դիմակայում են երկու սպառնալիքի՝ և ֆիզիկական գոյության, և հոգևոր ինքնության։ Պարսիկները հայերից պահանջում էին վերադառնալ զերադաշտ հեթանոսությանը։ Բյուզանդացիք պատրաստ են Հայաստանը զոհաբերել անգամ մշտական թշնամու Պարսկաստանին։ Նման ողբերգական իրավիճակում հայերը որոշեցին կռվել։ 451 թվականի մայիսի 26-ին Վանալջից արևելք ընկած Ավարայրի դաշտում տեղի ունեցավ հայտնի ճակատամարտը, որ քրիստոնյա հայերը պաշտպանում էին իրենց հավատքը։ Մարտն ավարտվեց հայոց բանակի կործանմամբ, սակայն հաղթած ճակատամարտը պարսիկներին հաղթանակ չբերեց պատերազմում։ Դրանում էր հրաշքը։ Համենայն դեպս այսպես գնահատեցին կատարված ժամանակակիցներն ու ապագա սերունդները։ Հայերի այս մոլեռանդ համառության պատճառներից մեկը սուրբ պատկերն էր, Քրիստոսի դեմքը, որը համարվում էր ազգային խորհրդանիշ և զարդարում էր Վարդանանց մարտական դրոշները։ Այսուհետև սուրբ պատկերը դարձել էր բոլոր հայկական բանակների ռազմական դրոշը 5-րդից մինչև 20-րդ դար։ Կգա ժամանակ, ու մենք կպատմենք, թե ինչ դեր խաղաց Էդեսիայի սուրբ պատկերը Արցախյան պատերազմում։ Իսկ Հայաստանի պատմության թանգարանում այսօր էլ կարելի է տեսնել 1827 թվականին ռուսական զորքի կազմում պարսիկների ու թուրքերի դեմ կռված հայկական կամավորների մարտական դրոշները։ Անհայտ հայ նկարչի ձեռքով այստեղ պատկերված են հայոց երկու սրբությունները՝ Արարատ լեռը տապանով և Քրիստոսի դիմանկարը, որն անտարակույս կապված է Աբգար արքայի համար բերված Անանիայի նկարի հետ։ Ավարայրը իսկապես բեկումնային պահ էր հայերի և հույների հարաբերություններում։ Այն փաստը, որ Բյուզանդիան չօգնեց քույր եկեղեցուն ու դաշնակից երկրին, դառը հետք էր թողել հայերի սրտում։ Մյուս կողմից Քաղկեդոնյան եզրաժողովից հետո բյուզանդացիք սկսեցին մոլի կերպով խմբագրել սուրբ գրքերը, հանելով այնտեղից հայերին վերաբերող ցանկացած հիշատակություն։ Զուգահեռ կայսրության ողջ ռազմավարչական մեքենան լցված էր հայոց պետության ու ազգաբնակչության թուլացման ու ոչնչացման նպատակին։ Մեծ և փոքր հայքի գյուղերն ու քաղաքները ավերվում էին, Բյուզանդիայի արևելյան սահմաններից հայերին տեղափոխում էին ու քշում էին կայսրության արևմտյան ծայրամասեր, հայրենի հողից հեռու։ Ահա թե ինչու Քրիստոսի դիմանկարը բյուզանդացիների համար չէր կարող լինել Աբգարի քարտուղար Անանիայի գործը, այլ պետք է համարվեր անձեռակերտ հրաշք։ Ահա թե ինչու սրբապատկերի առնչությունը հայերի հետ մերժվում, ժխտվում ու ոչնչացվում էր։ Եվ այնուամենայնիվ հենց Քրիստոսի պատկերը հաշտեցրեց Հայաստանն ու Բյուզանդիան, երբ 9-ից 11-րդ դարերում վերջինս վերաճեց հունահայկական համաշխարհային տերության, հասնելով իր ռազմական ուժի և հոգևոր հզորության գագաթնակետին։ Սա բնավ էլ չափազանցություն չէ։ Այդ երկու դարերի ընթացքում Կոնստանդնապոլիսի կայսրերն ու զորավարները հայեր էին, Բասիլիոս առաջինից ու Հովանես Չմիշկից մինչև Բասիլիոս Բուլղարախտոն ու Կոնստանտինոս Պորֆիրոգենեսը։
Բյուզանդիան բազմազգ երկիր էր, որ փորձ էր կատարվում իրականացնել աշխարհում երկնային առկայությունը, որ Քրիստոսի խոսքով չկա ոչ հույն եւ ոչ էլ հրեա, այլ կան միայն Աստծո զավակները, հավատքով ու հավատարմությամբ միավորված ու հավասար։ Առավել եռանդով ջանում են մարմնավորել այս գեղեցիկ պատրանքը Բյուզանդիայի հայ տիրակալները, ովքեր շատ սուր են զգում ազգային փոքրամասնությունների խոցելիությունը։ Հենց հայ ազգի կայսրերն են ձգտում ազատագրել Էդեսիան ու վերադարձնել Քրիստոսի դիմանկարը։ Մեկ անընդհատ պատերազմներից հետո այդ նպատակն իրականացավ 944 թվականին, երբ Մլեղ Մեծ ու Հովանես Գուրգեն իշխանների հայ-հունական զորքը ջարդեց արաբներին Միջագետքում եւ որպես հաղթանակի գլխավոր մրցանակ նրանցից առգրավեց քրիստոնեության սրբություն հանդիսացող դիմանկարը։ Սուրբ պատկերը անմիջապես ուղարկվեց մայրաքաղաք 8-րդ հայ կայսրին Կոնստանտինոս Պորֆիրոգենոսին, որը տեղադրեց այն Բյուզանդիայի գլխավոր սրբավայր Սուրբ Սոֆիայի տաճարում։ Ես մեկնեցի Կոնստանտինոպոլիս։ Երկու մայրցամաքների, երկու կրոնների ու մշակույթների քաղաք։ Մոտավորապես նույն այս ճանապարհով Սուրբ պատկերը բերում էին նավակով Բոսֆորի ջրերով դեպի Պոլիս, ուր Կոնստանտին Պորֆիրոգենես կայսրն այս դարպասով այն ներս բերեց տաճար։ Այս դռնով, որով անցնելու իրավունք ուներ միայն կայսրը, նա տարավ պատկերը դեպի խորան։ Դիմանկարի տեղափոխությունը Էդեսիայից Կոնստանտինոպոլիս 944 թվականին այնպիսի կարևոր իրադարձություն էր համարվել, որ բյուզանդական օրացույցի մեջ հատուկ տոն էր նշանակվել որպես Սուրբ պատկերի օր։ Քրիստոսի դիմանկարի ազատագրման լուրը ցնցող ազդեցություն գործեց ողջ քրիստոնյա աշխարհում։ Սուրբ Սոֆիայի տաճար ձգվեցին ուխտավորների անվերջ շարքեր, գյուղացիներից մինչև ազնվականներ, միանձնուհիներից մինչև միապետեր։ 957 թվականին Ռուսաստանի քրիստոնեացումից դեռևս 30 տարի առաջ Պոլիս էր ժամանել ռուս իշխանուհի Օլգան հատուկ Սուրբ պատկերի առջև մկրտվելու։ Շատերն իրենց անուններն էին գրել տաճարի մարմարե սյուների վրա։ Ուխտավորները հիացմունքից, իսկ զավթիչները ատելությունից ու նախանձից։ Դրանց մի մասն էլ առ այսօր պահպանվել է Սուրբ Սոֆիայում, էլ ավելին նմանացնելով տաճարը գրաված ամրոցի։ 6-րդ դարից Սուրբ պատկերը ճանաչվեց ու փառաբանվեց ողջ քրիստոնյա աշխարհում, իբրև Հիսուսի իրական դիմանկար եւ նմուշ բոլոր սրբապատկերների համար։ Պատկերամարտության դարերում, երբ ոչնչացվում են նկարները անուն քրիստոնեության մաքրազտման, հենց Էդեսիայի Սուրբ պատկերը հանդիսացավ դրանց պահպանման ու պաշտամունքի հիմնական գործոնն ու ապացույցը։ 787 թվականի Նիկեի եկեղեցական ժողովը հատուկ կոնդակով հաստատեց այս պատկերի սուրբ արժեքը, հիմնվելով Քրիստոսի աստվածային մարմնավորման դավանանքի վրա, որը հայտնվեց ոչ միայն Աստծո խոսքի մեջ, այլ նաև Հիսուսի տեսանելի պատկերով։ 1204 թվականին եվրոպացիների ավազակային 4-րդ խաչակրաց արշավանքը, որն Երուսաղեմն ազատագրելու փոխարեն ավարտվեց Կոնստանդնապոլիսի կողոպտմամբ, չէր խնայել նաև Սուրբ Սոֆիայի տաճարը, բայց անգամ այդ ելուզակները աստվածավախ ակնածանքով կանգ առան խորանում տեղադրված Քրիստոսի դիմանկարի առջև։ Մի ողջ հազարամյակ Բյուզանդիան դիմակայում էր բոլոր թշնամիներին իր հզոր հավատով ու մշակույթով։ Բայց հետո երկիրը խորտակվեց անհավատության, քաղաքական ճգնաժամի ու կաշառակերության ճահճում, մոռանալով սեփական առաքելությունը։ Մոռացան նաև Քրիստոսի մարգարեությունը Աբգարին. «Հավատա և քո քաղաքը օրհնված կլինի, և ոչ մի թշնամի այն երբեք չի գրավի»։
1362 թվականին կայսր Հովհաննես 5-րդ պալեոլոգը փոխանցեց Սուրբ պատկերը Ջենովայի զորքի հրամանատար եւ ապագա կոմս Լեոնարդո Մոնտալդոին, փոխարենը ստանալով թուրքերի դեմ քաղաքը պաշտպանելու ու ռազմական օգնություն ցուցաբերելու խոստում։ Երևի թե դա բյուզանդացիների ճակատագրական սխալն էր։ Հիշենք, Էդեսիան ընկավ թուրքական լծի տակ 1144 թվականին, Սուրբ պատկերից բաժանվելուց ճիշտ 200 տարի անց։ 1453 թվականին ընկավ Կոնստանդնոպոլիսը, Քրիստոսի պատկերը օտարներին հանձնելուց ընդամենը 90 տարի անց։ Այսպես մեր ուղևորության ու որոնումների վերջին կետը դարձավ հին իտալական նավահանգիստ Ջենովան, Կոլումբոսի և ջինսերի հայրենիքը։ 2000 տարի անց, այն օրվանից, երբ Անանիան դուրս եկավ Էդեսիայից, տանելով Աբգար արքայի նամակը Երուսաղեմ Քրիստոսին, ոչինչ ու ոչ ոք այս բարգավաճ եվրոպական քաղաքում չէր ակնարկում տեղի փոքրիկ ու աննկատ հայկական եկեղեցում պահվող գանձի մասին։ Իսկ այն ժամանակ 14-րդ դարում Ջենովայի հայ հոգևորականներն ու առևտրականները խոշոր գումար և հողամաս փոխանցելով կոմս Մոնտալդոյի ընտանիքին ձեռք բերեցին Սուրբ պատկերը քաղաքի հայկական եկեղեցում պահելու իրավունքով։ Սուրբ Բարթողոմեոս առաքյալի եկեղեցին դեռևս 1308 թվականին կառուցել էին Էդեսիայից ու Կիլիկիայից Ջենովա գաղթած հայերը։ Այսպիսով, Քրիստոսի դիմանկարը Էդեսիայից տեղափոխվելուց 440 տարի անց հայերը նորից իրենց հովանու տակ առան Սուրբ պատկերը, ընդգծելով իրենց հավատարմությունը Աբգար արքայից եկող ավանդույթին։ Հայ վանականները եկեղեցուն կից ստեղծեցին Սուրբ պատկերի միաբանություն, դիմանկարը պահպանելու հատուկ առաքելությամբ։ Սուրբ պատկերը ուսումնասիրող գիտնականները 10-րդ դարում Կոնստանտինոս կայսեր արքունիքում պատրաստված ոսկե կազմի տակ հայտնաբերեցին սովորական փայտե շրջանակ, որն ըստ երևույթին դեռ Աբգարի օրոք զարդարված էր եղել մարգարիտների շղթայով։ Այսօր դրանից պահպանվել են միայն հետքերն ու փոքր անցքերը։ Կա մի այլ հուզիչ մանրամասն։ Ոսկյա կազմի վրա հունարեն փարագրված է «Տո ագիոն մանդիլիոն», այսինքն «Սա Սուրբ պատկերն է» արձանագրությունը։ Սակայն հունարեն այս 3 բառի մեջ առկա է 2 քերականական սխալ, քանի որ հունարեն ճիշտ կլիներ «Տոն ագիոն մանդիլիո»։ Սա ինձ թվում է ևս մի ապացույց, որ արքունիքի վարպետ ոսկերիչն էլ ազգությամբ հայ էր, որն իր արվեստին տիրապետում էր ավելի լավ, քան օտար հունարեն լեզվին։ 20-րդ դարում անցկացված ճառագայթային և տոմոգրաֆիկ զննումները հաստատեցին, որ դիմանկարը կատարված է ձվի տեմպերայով հին Եգիպտոսի ժամանակներից հասած ավանդական նյութերով։ Կտավի և մայրու փայտից պատրաստած շրջանակի հնությունը համապատասխանում է նոր թվարկության սկզբի տարիներին։ Այստեղ, Ջենովայում, մենք կանգ առանք 2 հազարամյակներով, հազարավոր մղոններով ու մարդկային կյանքերով հագեցած մեր ճանապարհի ավարտից մի քանի քայլ հեռավորության վրա, համեստ ու անշուք հայկական եկեղեցու շեմին։ Հիմա մենք տեսնելու ենք Քրիստոսի Սուրբ պատկերը, նկարված խաչելությունից 2 օր առաջ։ Դուք պատրաստ եք տեսնել Աստծուն։ Նայեցեք։